Մի կին փորձում է պահպանել իր առօրյան, տանը լուռ մի ծանր բեռ կրելով։ Սկզբում ամեն ինչ պարզապես հոգնածություն, առօրյա մանր լարվածություններ է թվում։ Բայց մի անսպասելի արարք կոտրում է բնականոնության ցանկացած պատրանք։ Այդ գիշեր նա հասկանում է, որ իր կյանքն այլս երբեք նույնը չի լինի։ Եթե այս պատմությունը ձեզ հետաքրքրեց, մի մոռացեք բաժանորդագրվել ալիքին, ասեք, թե որ քաղաքից եք դիտում։ Եվ այսպես, շարունակենք։ Դեկտեմբերյան գիշերը Երանում իջավ քաղաքին բնորոշ այն սուր ցրտով, որը մարդկանց ստիպում է շուտ տուն մտնել, վառել բուխարիներն ու փնտրել ծանր վերմակների հարմարավետությունը։ Կենտրոնի փողոցները զարդարված էին պարզ ամանորյա լույսերով, որոնք անկանոն ռիթմով թարթում էին տների պատուհաններին, մինչ որոշ ընտանիքներ արդեն իրենց տոնական սեղանների փորձերն էին անում հավաքում հեռվից եկած հարազատներին։ Անահիտ Սարգսյանը երբեք չէր պատկերացնի, որ իր կյանքը կհասնի այս կետին։ 32 տարեկանում 6 ամսական հղի ընդամենը 3 տարեկան տղայի մայր, նա հայտնվել էր մի իրավիճակում, որը երբեք հնարավոր չէր համարի։ Հատկապես իր համար, ում միշտ համարել են ուժեղ, վճռական, ցանկացած մարտահրավերի դիմակայելու ընդունակ։ Ավարտելով կառավարման ֆակուլտետը, նա տարիներ շարունակ աշխատում էր քաղաքի կենտրոնում գտնվող մի լոգիստիկ ընկերությունում, հարգված էր գործընկերների կողմից, հայտնի էր իր գրագիտությամբ ու նվիրվածությամբ։ Բայց Անահիտի կյանքը սկսեց փոխվել, երբ 3 տարի առաջ Արաբկիրում կայացած կորպորատիվ միջոցառման ժամանակ ծանոթացավ Տիգրան Կարապետյանի հետ։ Նա գեղեցիկ էր, հեշտությամբ էր ժպտում, գրավիչ զրուցակից էր։ Աշխատում էր որպես արտրային տնօրեն մի դիստրիբյուտորական ընկերությունում, թվում էր, թե ամեն ինչ իր վերահսկողության տակ է։ Առաջին ամիսներին ամեն ինչ այնքան կատարյալ էր, որ Անահիտն իրեն թույլ տվեց երազել կայուն ապագայի, սիրով ու գործընկերությամբ կառուցված ընտանիքի մասին։ Այն, ինչ նա չնկատեց կամ գուցե նախընտրեց չնկատել, այն փոքր նշաններն էին, որոնք սկսեցին հայտնվել ամուսնությունից անմիջապես հետո։ Տիգրանը բարդ անցյալ ուներ։ Նա քայքայված ընտանիքից էր, մեծացել էր, տեսնելով, թե ինչպես է հայրն իր մորը վերաբերվում անհարգալից ու կոպիտ, իր մեջ կրում էր մի չլուծված զայրույթ, որը ժամանակ առ ժամանակ դուրս էր հորդում դյուրագրգռության, անվստահության պոռթկումներով։ Սկզբում դրանք պարզապես դիտողություններ էին։ Մի նկատառում այն հագուստի մասին, որ Անահիտը հագնում էր աշխատանքի գնալիս, մի տհաճ հարց այն գործընկերոջ մասին, ով հավանել էր նրա լուսանկարը սոցցանցերում, մի հարցաքննություն, թե ինչու պետք է ընկերուհիների հետ դուրս գա, եթե արդեն ընտանիք ունի։ Անահիտը ծիծաղում էր, կարծում էր, թե դա խանդ է, մեկնաբանում էր որպես իր հանդեպ հոգատարություն ցուցաբերելու մի տարօրինակ ց։ Հետո եկան հոգատարության տակ քողարկված սահմանափակումները։ Տիգրանը սկսեց կարծել, որ Անահիտի ընկերուհիները վատ ազդեցություն ունեն, որ նրա ընտանիքը բավականաչափ չի հարգում իրեն, որ նա պետք է ավելի շատ նվիրվի տանն ու ավելի քիչ աշխատանքին։ Աստիճանաբար Անահիտը հեռացավ իր սիրելի մարդկանցից, հավատալով, որ առաջնահերթությունը տալիս է ամուսնությանը, պաշտպանում է տան խաղաղությունը։ Երբ փոքրիկ Դավիթը ծնվեց, Անահիտը մտածեց, որ ամեն ինչ կփոխվի։ Տիգրանը հուզվել էր ծննդաբերության ժամանակ, լաց էր եղել, որդուն գրկին պահելով, խոստացել էր լինել հոգատար հայր, ավելի լավ ամուսին։ Եվ եղավ, մի քանի ամիս։ Բայց առօրյան հոգնածությունը, անքուն գիշերներն ու ֆինանսական ճնշումները վերադարձրին հին սովորույթները։ Փողի նկատմամբ վերահսկողությունն առաջին բաներից էր, որ ուժեղացավ։ Տիգրանն իր վրա վերցրեց բոլոր հաշիվները, ասելով, որ դա Անահիտի չանհանգստանալու համար է, որպեսզի նա կարողանա ամբողջությամբ նվիրվել երեխային։ Բայց գործնականում դա նշանակում էր, որ նա պետք է թույլտվություն խնդրեր որևէ բան գնելու համար, պետք է հիմնավորեր յուրաքանչյուր ծախս, լսեր խայթող մեկնաբանություններ այն մասին, թե ինչպես ինքը ոչինչ կառավարել չգիտի։ Անահիտը վերադարձավ աշխատանքի, երբ Դավիթը դարձավ 6 ամսական, բայց տանը ճնշումը միայն ավելացավ։ Տիգրանը սկսեց կասկածի տակ դնել նրա աշխատանքային ժամերը, անընդհատ զանգահարել աշխատանքի ընթացքում, պահանջել, որ նա լուսանկարներ ուղարկի ապացուցելու համար, թե որտեղ է։ Եթե նա 10 րոպե ուշանում էր, վեճ էր սկսվում։ Եթե անմիջապես չէր պատասխանում զանգին, մեղադրվում էր ինչ-որ բան թաքցնելու մեջ։ Հենց այդ ժամանակ Տիգրանի կյանքում հայտնվեց Սոնա Մովսիսյանը։ Նա Տիգրանի գործընկերն էր, 35 տարեկան մի կին, ամուսնալուծված, մարդկանց խոցելի կողմերը կարդալու հենց այնտեղ դիրքավորվելու տպավորիչ ունակությամբ, որտեղ կարող էր ամենամեծ ազդեցությունն ունենալ։ Սոնան արագ նկատեց, որ Տիգրանը հեշտությամբ ազդեցության տակ ընկնող մեկն է, մեկը, ով մշտական հավանության է ձգտում, ով իրեն հզոր է զգում, երբ ինչ-որ մեկն ամրապնդում է իր անվստահությունն ու կասկածները։ Նա սկսեց աստիճանաբար
Նուրբ մեկնաբանություններ աշխատավայրում սուրճի ընթացքում թվացյալ անմեղ դիտարկումներ այն մասին, թե ինչպես ժամանակակից կանայք այլևս չեն գնահատում ամուսնությունը, թե ինչպես տղամարդիկ պետք է իրենց դրսորեն, որպեսզի չխաբվեն։ Տիգրանը լսում էր, յուրացնում սկսում էր նույն մտքերը կրկնել տանը, կարծես դրանք իր սեփական մտորումներն էին։ Անահիտն այդ պահին Սոնայի գոյության մասին չգիտեր։ Նա միայն նկատում էր, որ Տիգրանը գնալով ավելի է հեռանում, ավելի է զայրանում, ավելի է վերահսկում։ Եվ հետո եկավ երկրորդ հղիությունը։ Այն պլանավորված չէր, բայց Անահիտը հավատաց, որ դա կարող է վերամիավորման, նորոգման հնարավորություն լինել։ Երբ ասաց Տիգրանին, նա ուրախություն ծածրեց, բայց աչքերում մի բան կար, որը նա չէր կարողանում վերծանել։ Վախ, գուցե։ Կամ վրդովմունք։ Հաջորդ ամիսներն Անահիտի կյանքի ամենադժվարն էին։ Հղիությունը բերեց ուժեղ սրտխառնոց, ծայրահեղ հոգնածություն, իսկ Տիգրանը կարծես գնալով ավելի քիչ էր պատրաստակամ օգնելու։ Նա բողոքում էր ամեն ինչից, Դավիթի լացից գիշերը, Անահիտի պատրաստած ուտելիքից, տան անկարգությունից։ Երբ նա փորձում էր խոսել, Տիգրանը պայթում էր, գոռում, շխկացնում դռները։ Հետո գալիս էր լռությունը։ Ամբողջ օրերով նրա հետ չէր խոսում, անտեսելով Անահիտին, կարծես նա անտեսանելի լիներ։ Հենց այդ շրջանում Անահիտը սկսեց նկատել Սոնայի ներկայությունը։ Հաղորդագրություններ Տիգրանի հեռախոսում, որոնք հայտնվում էին կողպված էկրանին, խոսակցություններ, որոնք նա կտրուկ ընդհատում էր, երբ Անահիտը սենյակ էր մտնում, զանգեր, որոնց նա պատասխանում էր լոգարանում փակված։ Երբ Անահիտը հարցնում էր, նա մեղադրում էր իրեն խելագար, պարանոիկ լինելու, հղիության հորմոնների պատճառով բաներ հորինելու մեջ։ Անահիտը սկսեց կասկածել ինքն իրեն։ Գուցե նա իսկապես չափազանցնում էր։ Գուցե խնդիրն իր մեջ էր, որ չէր կարողանում լինել այն կինը, որին Տիգրանն արժանի էր։ Նա ավելի շատ էր ջանում, փորձում էր հաճոյանալ, խուսափում էր վիճելուց, կուլ էր տալիս արցունքներն ու ձացնում, թե ամեն ինչ կարգին է։ Բայց ամեն ինչ կարգին չէր։ Եվ գնալով վատանում էր։ Ամանորը միշտ եղել է Անահիտի սիրելի տոնը։ Մանկուց նա սիրում էր լույսերի կախարդանքը, եղնու բույրը, դեկտեմբերի բերած նորոգման զգացումը։ Նույնիսկ ամենադժվար պահերին նա պնդում էր, որ պահպանի ավանդույթները։ Գնեց մի փոքրիկ արհեստական տոնածառ, զարդարեց այն խաղալիքներով, որոնք պահել էր դեռ ամուսնությունից առաջ, հյուրասենյակի դարակի վրա մի պարզ տիկնիկային տեսարան տեղադրեց։ Դավիթը հիացած էր։ Նա ժամերով նայում էր թարթող լույսերին, դիպչում գունավոր գնդիկներին, խնդրում մայրիկին պատմել մանուկ Հիսուսի պատմությունը։ Անահիտը կառչում էր մաքրության այդ պահերից, որդու անմեղությունից, որպես խարիսխ ամբողջովին չխորտակվելու համար։ Տիգրանը, սակայն, կարծես անհանգստացած էր զարդարանքներից։ Բողոքում էր, որ լույսերը հոսանք են ծախսում, որ տոնածառը տեղ է զբաղեցնում, որ Անահիտը փող է ծախսում անհեթեթությունների վրա։ Բայց նա պնդեց։ Դա իրեն պետք էր։ Պետք էր հավատալ, որ դեռ հույս կա, որ Ամանորը կարող է ինչ-որ փոփոխություն բերել։ Ամանորին նախորդող շաբաթվա ընթացքում Անահիտը որոշում կայացրեց։ Նա կգնար։ Այլս չէր դիմանում։ Չէր կարող շարունակել այսպես ապրել, ձվի կճեպի վրա քայլելով, վախենալով սխալ շունչ քաշելուց պայթյուն հրահրելուց։ Նա պետք է պաշտպաներ Դավիթին, պաշտպաներ իր որովայնում աճող երեխային, պաշտպաներ ինքն իրեն։ Սկսեց լուռ պատրաստվել։ Կարոր փաստաթղթերը պահեց պահարանի խորքում թաքցրած մի թղթապանակում, առանձնացրեց մի փոքր գումար, որը կարողացել էր խնայել ամիսների ընթացքում, Դավիթի համար մի նամակ գրեց, պարզ բառերով բացատրելով, որ մայրիկը պետք է մի դժվար բան անի, բայց դա հանուն իր հանդեպ ունեցած սիրո է։ Անահիտը ծրագրում էր հեռանալ նոր տարվա նախօրեին, երբ Տիգրանն աշխատանքի կլիներ։ Կգնար իր հոր, Արմեն Սարգսյանի տուն, մի խիստ ու հեռու մարդու, ում հետ տարիներ շարունակ հազիվ էր խոսում։ Նրանց հարաբերությունները երբեք հեշտ չեն եղել։ Արմենը պաշտոնաթող զինվորական էր, մեկը, ով միշտ հավատացել էր, որ սեր ցուցաբերելը թուլության նշան է, որ խստությամբ դաստիարակելն ավելի կարևոր է, քան գրկելը։ Անահիտը մեծացել էր, հարգելով հորը, բայց երբեք իսկապես սիրված չզգալով նրա կողմից։ Երբ Անահիտն ամուսնացավ Տիգրանի հետ, Արմենը պնդեց, որ հավանություն չի տալիս այդ միությանը, որ տղան հիմք չունի, բնավորություն չունի։ Անահիտը, վիրավորված ու հպարտ, կտրեց կապը։ Գրեթե 2 տարի չէին խոսում։ Բայց հիմա, չունենալով ուր գնալու տեղ, առանց մտերիմ ընկերների, քանի որ բոլորից հեռացել էր, Անահիտն այլ ընտրություն չուներ։
Նրան պետք էր հայրը, նույնիսկ եթե դա նշանակում էր կուլ տալ հպարտությունն ու խոստովանել, որ նա ճիշտ էր։ Բայց ճակատագիրն այլ ծրագրեր ուներ։ Դեկտեմբերի 23-ի գիշերը Տիգրանը տուն եկավ սովորականից ավելի գրգռված։ Անահիտն անմիջապես նկատեց։ Նա ուներ այն հայացքը, այն ծանր շնչառությունը, այն էներգիան, որը փոթորիկ էր կանխագուշակում։ Նա փորձեց հանգիստ մնալ, մատուցեց ընթրիքը, Դավիթին շուտ քնեցրեց, հուսալով, որ գիշերն առանց միջադեպերի կանցնի։ Բայց Տիգրանը սկսեց խոսել։ Աշխատանքի մասին, թե ինչպես ոչ ոք իրեն չի գնահատում, թե ինչպես Անահիտը բավականաչափ չի աջակցում իրեն։ Նա լուռ լսում էր, միայն համաձայնում, փորձում էր հանգստացնել։ Մինչ որ նա հիշատակեց Սոնային։ Դա պատահական էր, մի վրիպում։ Նա բողոքում էր մի ղեկավարից ասած, որ Սոնան համաձայն է իր հետ, որ նա հասկանում էր, թե որքան անարդարացի են վարվում իր հետ։ Անահիտը զգաց, թե ինչպես ստամոքսը շուռ եկավ։ Չդիմացավ։ Հարցրեց, թե ով է Սոնան, ինչու է այդքան շատ խոսում նրա մասին, թե կոնկրետ ինչ է կատարվում։ Վեճն արագ սրվեց։ Տիգրանը գոռաց, մեղադրեց Անահիտին վերահսկող լինելու, իրեն չվստահելու մեջ։ Նա, ամիսների մեջ առաջին անգամ, պատասխանեց նույն կերպ։ Ասաց, որ հոգնել է, որ այլս չի դիմանում, որ գնալու է։ Հենց այդ ժամանակ ամեն ինչ դուրս եկավ վերահսկողությունից։ Տիգրանը բռնեց նրա թից, քարշ տվեց մինչ տան հետի բակ։ Անահիտը բոբիկ էր, հագին միայն բարակ գիշերանոց, երանի ցուրտն այդ գիշեր դաժան էր։ Նա փորձեց դիմադրել, բայց Տիգրանն ավելի ուժեղ էր։ Ներս տանող դուռը կողպեց, Անահիտին թողնելով դրսում։ Դավիթն արթնացավ աղմուկից, սկսեց լաց լինել։ Անահիտը կարող էր լսել նրան պատուհանի ապակու միջով, տեսնել, թե ինչպես է նա բախում դուռը, կանչում իրեն։ Հուսահատությունը պատեց նրան։ Նա աղաչեց Տիգրանին բացել, խոստացավ, որ կդադարի վիճել, որ կանի այն, ինչ նա կուզի։ Բայց նա պարզապես սառնությամբ նայեց նրան գնաց ննջասենյակ, Դավիթին թողնելով մենակ հյուրասենյակում, լաց լինելիս։ Անահիտը ծնկի իջավ բակի սառը գետնին, դողում էր, զգում էր, թե ինչպես են թույլ կծկումներ սկսվում։ Չգիտեր, դա սթրեսից էր, ցրտից, թե խուճապից, բայց ինչ-որ բան այն չէր։ Նա փորձեց ուժով բացել դուռը, օգնություն կանչել, բայց թաղամասը լուռ էր, տները փակ, ընտանիքներն արդեն տներում։ Հենց այդ ժամանակ նա նկատեց, որ իր ձեռքերը կապված են։ Տիգրանը բարակ պարան էր օգտագործել, սեղմելով նրա դաստակները, նախքան նրան դուրս հրելը։ Անահիտը նույնիսկ լավ չէր հասկացել, ամեն ինչ այնքան արագ էր տեղի ունեցել։ Հիմա, մենակ, կապված, հղի երեխային կորցնելու վախով, նա հասկացավ իրավիճակի իրական լրջությունը, որում հայտնվել էր։ Հավանում եք այս պատմությունը։ Ասացեք ինձ, թե ինչ կարծիքի եք այս պատմության մասին, ինչպես եք կարծում, այն կավարտվի։ Անահիտը չգիտեր, թե որքան ժամանակ է այնտեղ։ Կարող էին լինել րոպեներ կամ ժամեր։ Ցուրտը թափանցում էր նրա ոսկորների մեջ, գծկումները գալիս էին անկանոն ալիքներով, իսկ Դավիթի լացը պատուհանի մյուս կողմում դանակի պես կրկին ու կրկին կտրում էր նրա սիրտը։ Նա նորից փորձեց օգնություն կանչել, բայց ձայնը թույլ էր, խրպոտաց այդքան աղաչելուց։ Հենց այդ ժամանակ դարպասի մոտ քայլերի ձայն լսեց։ Ռուբեն Մանուկյանը տուն էր վերադառնում համալսարանական հիվանդանոցում կրկնակի հերթապահությունից հետո։ 12 տարի բուժեղբայր աշխատելով նա սովոր էր արտակարգ իրավիճակներին, բայց ոչինչ նրան չէր պատրաստել այն տեսարանին, որը տեսավ այդ վաղ առավոտյան կենտրոնի խաղաղ փողոցով անցնելիս։ Մի կին ծնկի էր եկել տան բակում, ակնհայտորեն հղի, ձեռքերը կապած, դողում էր ցրտից։ Ռուբենն անմիջապես կանգ առավ։ Նրա առաջին բնազդը ոստիկանություն զանգահարելն էր, բայց այդ տեսարանում ինչ-որ բան ավելի արագ գործողություն էր պահանջում։ Նա մոտեցավ դարպասին, կամաց կանչեց, որպեսզի չվախեցնի կնոջը։ Անահիտը բարձրացրեց դեմքը, Ռուբենն այնտեղ տեսավ մի հուսահատություն, որը չափազանց լավ էր ճանաչում։ Նա այդ արտահայտությունը տեսել էր նախկինում, հիվանդանոց բերված հիվանդների մոտ, որոնք շփոթված պատմություններ էին պատմում, դատարկ հայացքներ ունեին, մարմիններ նշանավորված իրավիճակներով, որոնց ոչ ոք չպետք է բախվի։ Անահիտը կոտրված ձայնով օգնություն խնդրեց։ Աղաչեց, որ նա Դավիթին տնից հանի, ասաց, որ տղան մենակ է, վախեցած, որ ինքը չի կարողանում հասնել նրան։ Ռուբենը չվարանեց։ Թռավ ցածր դարպասի վրայով, օգնեց Անահիտին ոտքի կանգնել, օգտագործեց մի գործիք, որն ուներ իր պայուսակում, որպեսզի կտրի նրա դաստակները կապող պարանը։ Բայց տան դուռը ներսից կողպված էր։
Ռուբենը պատուհանից կարողացավ տեսնել Դավիթին, տղան նստած էր հյուրասենյակի հատակին, գրկել էր մի փափուկ արջուկ։ Հեկեկում էր։ Ռուբենը զգուշորեն թակեց ապակին, ձեռքով արեց տղային, փորձեց ժեստերով հանգստացնել նրան։ Դավիթը նայեց նրան լացից ուռած աչքերով։ Հենց այդ պահին Ռուբենը մի որոշում կայացրեց, որը կփոխեր ամեն ինչ։ Նա հանեց հեռախոսը, լուսանկարեց տեսարանը։ Ոչ թե կնոջն ուղղակիորեն, այլ համատեքստը, իրավիճակը, այնտեղ կատարվողի ապացույցը։ Հետո հարցրեց Անահիտին, թե արդյոք նա ունի մեկը, ում կարող է զանգահարել, վստահելի մեկը։ Անահիտը մտածեց ասել, որ ոչ, որ մենակ է, բայց հետո հիշեց. Հորը։ Նա տվեց Արմենի համարը Ռուբենին, արագ բացատրեց, որ տարիներ շարունակ չեն խոսում, բայց որ գուցե, միայն գուցե, նա կարողանա օգնել։ Ռուբենն ուղարկեց լուսանկարը, կարճ հաղորդագրության հետ միասին, որտեղ բացատրում էր իրավիճակն ու գտնվելու վայրը։ Երանի մյուս ծայրում, Արաբկիր թաղամասում, Արմեն Սարգսյանն արթուն էր։ 63 տարեկանում, զինվորական կարիերայից թոշակի անցած, նա պահպանում էր իր սովորական խիստ առօրյան, նույնիսկ առանց պարտականությունների։ Արթնանում էր առավոտյան ժամը 5-ին, մարզվում, մենակ սուրճ խմում մեծ ու դատարկ տան խոհանոցում, որը ժամանակին ընտանիքի օջախն էր եղել։ Երբ հեռախոսը թրթռաց անծանոթ համարից եկած հաղորդագրությունից, Արմենը քիչ մնաց անտեսեր։ Բայց ինչ-որ բան ստիպեց նրան բացել։ Եվ հետո տեսավ պատկերը։ Ճանաչեց բակը, ճանաչեց դստեր ուրվագիծը, նույնիսկ լուսաբացի մթության մեջ, ինչ-որ բան նրա ներսում փշուր-փշուր եղավ։ Արմենը միշտ իրեն սկզբունքային մարդ էր համարել։ Հավատում էր, որ խստությունը ամեն ինչի հիմքն է, որ հուզմունք ցույց տալը թուլություն ցուցաբերել է։ Նա Անահիտին դաստիարակել էր կարգապահությամբ, հստակ կանոններով, այն համոզմամբ, որ պատրաստում է նրան դաժան աշխարհին դիմակայելու։ Երբ նա ամուսնացավ Տիգրանի հետ, հակառակ իր խորհրդին, Արմենը դա ընդունեց որպես անձնական վիրավորանք։ Դաժան բաներ ասաց, խոսքեր, որոնք հետ վերցնել հնարավոր չէր։ Եվ Անահիտը, իրպես հպարտ, կտրեց կապը։ Բայց դստերը այդ իրավիճակում տեսնելը քանդեց բոլոր պատնեշները, որոնք Արմենը կառուցել էր սեփական սրտի շուրջ։ Նա հասկացավ, միակ սարսափելի պարզության պահին, որ խստությունն իր գինն ունի։ Որ լռությունը նույնպես ցավեցնում է։ Որ ինքը ձախողվել է որպես հայր, ձեռք չմեկնելով, դստերը չփնտրելով, թույլ տալով, որ հպարտությունն ավելի բարձր խոսի, քան սերը։ Արմենը րոպեների ընթացքում դուրս եկավ տնից։ Քշեց դեռ քնած քաղաքով մի շտապողականությամբ, որը տասնամյակներ շարունակ չէր զգացել։ Հասավ Անահիտի տուն, գտավ Ռուբենին դեռ այնտեղ, փորձելով հանգստացնել իրավիճակը։ Տիգրանը դուրս էր եկել սենյակից, ձայներ լսելով շփոթված էր, փորձում էր հասկանալ, թե ինչ է կատարվում, տատանվում էր իրեն արդարացնելու Անահիտին դրամա սարքելու մեջ մեղադրելու միջ։ Արմենը չվիճեց։ Պարզապես ներս մտավ, Դավիթին գրկեց, Անահիտին տարավ մեքենան։ Այն աղջիկը, որին նա այդքան խստությամբ էր դաստիարակել, այժմ դողում էր նրա գրկում, Արմենն այնքան խորը մեղքի զգացում ունեցավ, որ հազիվ էր կարողանում շնչել։ Ռուբենը նրանց ուղեկցեց մինչ հիվանդանոց, իր մեքենայով վարելով Արմենի մեքենայի հետից, համոզվելով, որ նրանք ապահով կհասնեն։ Համալսարանական հիվանդանոցի շտապօգնության բաժանմունքում Անահիտին անմիջապես սննեցին։ Գծկումներն իրական էին, սթրեսը վաղաժամ ծննդաբերության վտանգ էր առաջացրել։ Բժիշկներն արագ գործեցին, դեղորայք տվեցին, փորձելով զսպել գործընթացը, հետեցին երեխային։ Դավիթին տարան մանկական սպասասրահ, որտեղ մի բարի բուժքույր նրան շեղեց նկարներով, տաք շոկոլադով։ Հենց սպասման այդ անվերջ ժամերի ընթացքում Արմենը սկսեց խոսել Ռուբենի հետ։ Բուժեղբայրը, որն արդեն տեսել էր բազմաթիվ նման իրավիճակներ, կիսվեց իր սեփական պատմությամբ։ Պատմեց իր կրտսեր քրոջ մասին, որը նույնպես ապրել էր դժվար հարաբերությունների մեջ, այն նշանների մասին, որոնք ընտանիքը չէր ցանկացել տեսնել, այն մասին, թե ինչպես է հասարակության լռությունը թույլ տալիս, որ այս իրավիճակները շարունակվեն։ Արմենը լուր լսում էր, յուրաքանչյուր բառը կլանելով, կարծես դրանք հարվածներ լինեին իր խղճին։ Նա միշտ հավատացել էր, որ ուժեղ լինելը նշանակում է խոցելիություն չցուցաբերել։ Բայց այնտեղ, հիվանդանոցի այդ սառը միջանցքում, հասկացավ, որ իսկական ուժը սխալը ընդունելու, ձեռք մեկնելու, ներկա լինելու մեջ է։ Անահիտին հոսպիտալացրին հսկողության համար։ Նա այդ գիշեր երեխա չէր ունենա, բայց պետք է մնար բացարձակ հանգստի մեջ առաջիկա օրերին։ Նա հանգստացնող դեղերի տակ էր, վերջապես հանգստանում էր տրավմայից հետո։
Արմենը մնաց մահճակալի կողքին, դիտելով դստեր դեմքը, այնտեղ տեսնելով նրա մանկության դիմագծերը, այն կնոջը, որը նա դարձել էր, այն անտեսանելի սպիները, որոնք կրում էր։ Երբ Անահիտն արթնացավ, արդեն ցերեկ էր։ Սենյակի պատուհանից նա կարող էր տեսնել քաղաքի շարժը, մարդկանց գալն ու գնալը, կյանքի շարունակությունը։ Դավիթը քնած էր կողքի բազկաթոռին, ծածկված մի վերմակով, որը ինչ-որ մեկը բերել էր։ Եվ մյուս աթոռին նստած, մի արտահայտությամբ, որը Անահիտը երբեք չէր տեսել, նրա հայրն էր։ Նրանք երկար նայեցին միմյանց։ Բավարար բառեր չկային, ամփոփելու տարիների հեռավորությունը, վիրավորանքները, վիրավորված հպարտությունը։ Բայց այդ հայացքում նոր բան կար։ Արմենը բռնեց դստեր ձեռքը, տասնամյակների մեջ առաջին անգամ թույլ տվեց, որ արցունքներն ազատ հոսեն իր դեմքով։ Անահիտը նույնպես լաց եղավ, այդ լացի մեջ կար ազատագրում, ցավ, վախ, բայց նա հույսի առաջին կայծը երկար ժամանակ անց։ Մինույն ժամանակ, քաղաքի մյուս ծայրում, Տիգրանը բախվում էր իր սեփական հետանքներին։ Նախորդ գիշերը դաժան զարթոնք էր եղել։ Օտար մարդկանց տեսնել իր տանը, հասկանալ, որ վկաներ կան, գիտակցել իր արածի լրջությունը։ Նա զանգահարեց Սոնային, հուսահատ, հավանություն փնտրելով, մեկին փնտրելով, ով կասեր, որ ինքը սխալ չէ։ Բայց Սոնան, առաջին անգամ, չպատասխանեց այնպես, ինչպես Տիգրանն էր սպասում։ Նա հասկացավ, որ իրավիճակը չափազանց սրվել է, որ այժմ իրական հետանքներ կան, նրա ինքնապահպանման բնազդն ավելի բարձր խոսեց։ Ասաց Տիգրանին, որ նա պետք է դա մենակ լուծի, որ ինքը չի կարող ներգրավվել, որ գուցե նա իսկապես չափն անցել է։ Եվ անջատեց հեռախոսը։ Տիգրանը նստեց դատարկ հյուրասենյակի բազմոցին։ Ամանորյա տոնածառը դեռ թարթում էր իր գունավոր լույսերը, տիկնիկային տեսարանը դեռ դարակի վրա էր, բայց տունը լուռ էր այնպես, ինչպես նա երբեք չէր զգացել։ Առաջին անգամ նա իրեն տեսավ լիովին մենակ իր ընտրությունների հետ։ Հիվանդանոցում Անահիտը սկսում էր վերամշակել կատարվածը։ Հաստատության հոգեբանը եկավ խոսելու նրա հետ, առաջարկելով աջակցություն, բացատրելով առկա ռեսուրսները, օգնելով նրան հասկանալ, որ մենակ չէ։ Անահիտը բացահայտեց, որ կա օգնելու պատրաստ մարդկանց մի ամբողջ ցանց, սոցիալական աշխատողներից մինչ նման իրավիճակներում գտնվող կանանց աջակցության խմբեր։ Այդ մարդկանցից մեկը Նունե Պետրոսյանն էր, մի բուժքույր, որն աշխատում էր նույն հարկում, որտեղ Անահիտն էր պառկած։ Նունեն 42 տարեկան էր, պատմելու իր սեփական պատմությունն ուներ։ Նա 20 տարի առաջ վերապրել էր կործանարար ամուսնություն, երբ դեռ շատ երիտասարդ էր։ Տարիներ էին պահանջվել վերականգնվելու, նորից վստահելու։ Հասկանալու համար, որ այն, ինչ ապրել էր, չի սահմանում, թե ով է ինքը։ Նունեն մոտեցավ Անահիտին այն նրբանկատությամբ, որը ճանաչում է ուրիշի ցավը։ Չառաջարկեց դատարկ խորհուրդներ կամ կաղապարային արտահայտություններ։ Պարզապես նստեց մահճակալի կողքին, բռնեց նրա ձեռքը, ասաց, որ նա ավելի ուժեղ է, քան պատկերացնում է։ Որ ճանապարհը դժվար կլինի, բայց հնարավոր է։ Որ կյանքը վախի մյուս կողմում արժե ճանապարհորդության յուրաքանչյուր քայլը։ Անահիտը յուրաքանչյուր բառը կլանում էր, ինչպես չոր բույսը ջուր է կլանում։ Նա սկսում էր հասկանալ, որ այնքան երկար ժամանակ կենտրոնացած է եղել ուրիշներին պաշտպանելու, ընտանիքը միասին պահելու, հավատալու վրա, որ սերը կարող է ամեն ինչ շտկել, որ մոռացել էր պաշտպանել ինքն իրեն։ Մոռացել էր, որ ինքը նույնպես կարող է։ Դեկտեմբերի 31-ի գիշերը, նոր տարվա նախօրեին, հիվանդանոցը զարդարված էր պարզ, բայց նշանակալի կերպով։ Մի փոքրիկ արհեստական տոնածառ միջանցքում, զուսպ լույսեր, հիվանդ երեխաների պատրաստած բացիկներ, փակցված պատերին։ Դավիթ նորն անցկացրել էր հիվանդանոցը բացահայտելով Արմենի հետ, ով թոռան մեջ գտել էր ժպտալու մի պատճառ, որը տարիներ շարունակ չէր զգացել։ Անահիտը դիտում էր նրանց երկուսի փոխգործակցությունը սենյակի դռնից։ Տեսնում էր, թե ինչպես է խիստ պապիկը փոխվում Դավիթի առաջ, կրանում, լսելու տղայի պատմությունները, բռնում նրա փոքրիկ ձեռքն այնպիսի քնքշությամբ, որը նա երբեք չէր տեսել։ Եվ դրանում նա ցավ կար, այն բանի գիտակցումը, թե ինչ է կորցրել, մեծանալով առանց հոր այդ տարբերակի, բայց նա երախտագիտություն, որ Դավիթն այդ հնարավորությունն ուներ։ Գիշերը, երբ հիվանդանոցի լույսերն անջատվեցին, միայն մոնիտորներն էին մեղմ թարթում, Անահիտն արթուն մնաց։ Դավիթը քնած էր նրա կողքին մահճակալին, վերջապես հանգիստ, ամբողջ տրավմայից հետո։ Արմենը գնացել էր տուն, հագուստ իրեր բերելու, խոստանալով վաղ առավոտյան վերադառնալ։ Պատուհանից Անահիտը կարող էր տեսնել քաղաքի հեռավոր լույսերը, տոնող ընտանիքներ, հավաքված մարդիկ։ Նրա համար տոնական սեղան չկար, նվերներ չկային, իդեալականացված ամանորի ավանդական ընտանիք չկար։
բայց կար մի բան, որը նա երկար ժամանակ չուներ. անվտանգություն։ Այն համոզմունքը, որ այդ գիշեր նա կքնի առանց վախի։ Այն երաշխիքը, որ ոչ ոք իրեն չի վնասի, որ ոչ ոք չի գոռա, որ նա կարող է պարզապես գոյություն ունենալ, առանց ձվի կճեպի վրա քայլելու։ Անահիտը փակեց աչքերը, ամիսների մեջ առաջին անգամ զգաց մի խորը խաղաղություն, որը պատում էր իր մարմինը։ Դեռ շատ մարտեր կային առջում, շատ դժվար որոշումներ կայացնելու, շատ վերքեր բուժելու։ Բայց այդ պահին, այդ ամանորի գիշերը, որը նա երբեք չէր մոռանա, Անահիտը հասկացավ, որ ազատության առաջին քայլն արված է։ Եվ որ, նույնիսկ փոթորկի մեջ, դեռ հնարավոր է լույս գտնել։ Ամանորին հաջորդող օրերը Անահիտի համար հույզերի բացահայտումների հորցանուտ էին։ Նրան դուրս գրեցին հիվանդանոցից, բացարձակ հանգիստ պահպանելու շաբաթական հսկողության պայմանով։ Երեխան լավ էր, բայց ռիսկը դեռ կար։ Արմենը պնդեց, որ նա Դավիթը մնան իր տանը, Անահիտը, դիմադրելու ուժ չունենալով գնալու տեղ չունենալով, համաձայնեց։ Արաբկիրի տունը չափազանց մեծ էր մեկ մարդու համար։ Արմենը մենակ էր ապրում, քանի որ կինը տարիներ առաջ հեռացել էր, իր հետ տանելով այն փոքր թեթությունը, որը դեռ գոյություն ուներ այդ տանը։ Սենյակները մաքուր էին, զինվորական ճշգրտությամբ դասավորված, բայց կյանքից դատարկ։ Մինչ Անահիտի Դավիթի ժամանումը։ Առաջին օրերին հոր դստեր միջ լուր լարվածություն կար։ Քաղաքավարի խոսակցություններ հիմնական կարիքների, Դավիթի խնամքի, սննդի ժամերի մասին։ Ոչ մի խորը բան, ոչինչ, որը կդիպչեր հին վերքերին։ Բայց Դավիթը երեխաներին բնորոշ անմեղությամբ աստիճանաբար կոտրում էր այդ անտեսանելի պատերը։ Տղան պապիկի հետից էր գնում տանը, անվերջ հարցեր էր տալիս, խաղալ էր խնդրում, Արմենին դուրս էր հանում այն հուզական հարմարավետության գոտուց, որը նա կառուցել էր տասնամյակների ընթացքում։ Եվ Արմենը, զարմանալիորեն, թույլ էր տալիս։ Իրեն բացահայտում էր հյուրասենյակի հատակին խորանարդիկներ հավաքելիս, քնելուց առաջ հեքիաթներ կարդալիս, կեսօրին թեթ ուտեստներ պատրաստելիս։ Պարզ բաներ, որոնք երբեք չէր արել սեփական դստեր հետ։ Անահիտը դիտում էր դա հակասական զգացմունքներով։ Ուրախություն կար, տեսնելով Դավիթին երջանիկ, տեսնելով հորը փոխվելիս։ Բայց նա խորը տխրություն կար, մի լուր հարց, որն արձագանքում էր նրա մտքում։ Ինչու ինձ հետ այդպես չէր։ Ինչու ես պետք է մեծանայի խստության, լռության, հեռավորության մեջ։ Մի կեսօր, երբ Դավիթը ննջում էր բազմոցին, Արմենը վերջապես սկսեց այն խոսակցությունը, որից երկուսն էլ խուսափում էին։ Նա սուրճ մատուցեց Անահիտին, նստեց խոհանոցի սեղանի մոտ, կյանքում առաջին անգամ, խոսեց իր սեփական վախերի մասին։ Պատմեց իր ունեցած դժվար մանկության իշխող հոր մասին, որը սերը թուլություն էր համարում, այն մասին, թե ինչպես է զինվորական կարիերա սկսել, հավատալով, որ դա կլինի իսկական տղամարդ դառնալու ձ. Խոսեց Անահիտի մոր հետ ամուսնության, այն մասին, թե ինչպես երբեք չի իմացել արտահայտել իր զգացած սերը, թե ինչպես էր կարծում, որ նյութապես ապահովելը բավարար է։ Անահիտը լուռ լսում էր, առաջին անգամ տեսնելով հորը ոչ թե որպես անճկուն հեղինակություն, այլ որպես մի մարդ, որը նույնպես կրում էր իր սեփական չբուժված վերքերը։ Դա չէր ջնջում այն ցավը, որը նա զգացել էր մեծանալիս, չէր արդարացնում հուզական հեռավորության տարիները, բայց առաջարկում էր մի համատեքստ, մի ըմբռնում, որը գուցե բուժման առաջին քայլն էր։ Արմենը ներողություն խնդրեց։ Ոչ թե մշակված բառերով կամ երկար ճառերով, այլ ուղիղ, դստեր աչքերի մեջ նայելով։ Ասաց, որ սխալվել է, որ պետք է այլ կերպ լիներ, որ եթե կարողանար ժամանակը հետ տալ, ամեն ինչ այլ կերպ կաներ։ Եվ որ, թե չի կարող փոխել անցյալը, պատրաստ է փորձել այսուհետ նոր բան կառուցել։ Անահիտը լաց եղավ։ Արմենը նույնպես։ Եվ այդ արցունքների մեջ տարիների վիրավորանքներ էին լվացվում, լռություններ էին կոտրվում, նոր հարաբերություն էր դանդաղ կառուցվում հնի փլատակների վրա։ Մինույն ժամանակ, դրսի աշխարհը շարունակում էր իր ընթացքը։ Տիգրանն ամեն օր զանգում էր Արմենի տուն։ Սկզբում դրանք ագրեսիվ զանգեր էին, պահանջում էր, որ Անահիտը վերադառնա, մեղադրում էր նրան լքելու, Դավիթին իր դեմ տրամադրելու մեջ։ Արմենը մի քանի անգամ պատասխանում էր, ձայնը պահում էր հաստատուն, բայց զուսպ հասկացնում էր, որ Անահիտն ապահով է իր որոշումները կկայացնի իր ժամանակին։ Բայց Տիգրանի զանգերը օրերի ընթացքում փոխվեցին։ Ագրեսիվությունը տեղի տվեց հուսահատությանը, հետո հուզական մանիպուլյացիային, փոփոխության խոստումներին, ներողության խնդրանքներին։ Անահիտը լսում էր նրա թողած ձայնային հաղորդագրությունները, դրանցից յուրաքանչյուրը տարբեր կերպ էր ազդում նրա հույզերի վրա։
Նրա մի մասը դեռ հիշում էր այն մարդուն, որը նա եղել էր սկզբում, այն հորը, որը կարող էր լինել Դավիթի հետ լավ պահերին։ Բայց մյուս մասը, գնալով ավելի ուժեղ, ճանաչում էր այն օրինաչափությունները, որոնք այդքան երկար անտեսել էր։ Հենց Ռուբենն օգնեց Անահիտին ավելի պարզ տեսնել։ Բուժեղբայրը շարունակում էր կապի մեջ լինել, ստուգում էր, թե ինչպես է նա, աջակցություն էր առաջարկում։ Զրույցներից մեկի ժամանակ նա Անահիտին ցույց տվեց մի ցիկլ, որը լավ էր ճանաչում։ Լարվածություն, պայթյուն, մեղրամիս, նորից լարվածություն։ Մի օրինաչափություն, որն անվերջ կրկնվում էր, որտեղ փոփոխության խոստումներին միշտ հաջորդում էին վերահսկողության ագրեսիվության նոր դրվագներ։ Անահիտը սկսեց հաճախել մի աջակցության խումբ, որը Նունեն էր խորհուրդ տվել։ Դրանք շաբաթական հանդիպումներ էին, որտեղ նման իրավիճակներում գտնվող կանայք կիսվում էին իրենց պատմություններով, վախերով, հաղթանակներով։ Այնտեղ Անահիտը բացահայտեց, որ մենակ չէ, որ իր փորձառությունները եզակի չեն, որ այն, ինչ ապրել է, անուն ունի, որ վերականգնման ուղիներ կան։ Հենց այդ հանդիպումներից մեկում Անահիտն առաջին անգամ լսեց համակարգված հոգեբանական մանիպուլյացիայի մասին, այն մասին, թե ինչպես երրորդ անձինք կարող են հակամարտություններ սնել արդեն իսկ փխրուն հարաբերություններում։ Կանանցից մեկը պատմեց իր սեփական պատմությունը, թե ինչպես է նախկին ամուսնու գործընկերուհին միտումնավոր կասկածի սերմեր ցանել, խեղաթյուրել խոսակցությունները, իրավիճակներ ստեղծել վեճեր առաջացնելու համար։ Դա լույս վառեց Անահիտի մտքում։ Սոնան։ Նա սկսեց մտովի վերանայել վերջին ամիսները, հիշելով, թե ինչպես էին Տիգրանի ամենավատ պոռթկումները հաճախ տեղի ունենում այն օրերից հետո, երբ նա նշում էր, որ խոսել է գործընկերուհու հետ։ Թե ինչպես էին մեղադրանքները կարծես արձագանքում կոնկրետ արտահայտությունների, մտքերի, որոնք ի սկզբանե նրանը չէին թվում։ Անահիտը որոշեց հետաքննել։ Օգնություն խնդրեց մի հին ընկերուհուց, Լիլիթից, որը դեռ աշխատում էր Տիգրանի ընկերության մոտ։ Ընկերուհին, զգուշորեն, սկսեց հարցեր տալ, դիտարկել, տեղեկություններ հավաքել։ Եվ այն, ինչ բացահայտեց, անհանգստացնող էր։ Սոնա Մովսիսյանը պատմություն ուներ։ Դա առաջին անգամը չէր, որ նա այդպես էր ներգրավվում գործընկերների կյանքում։ Նրա վարքագծում օրինաչափություն կար։ Գտնել հուզականորեն խոցելի տղամարդկանց, սովորաբար անկայուն հարաբերություններում մոտենալ առաջարկելով հավանություն ըմբռնում, հետո աստիճանաբար սնել հակամարտություններ կասկածներ։ Այն, ինչը մոտիվացնում էր Սոնային, հենց տղամարդկանց նկատմամբ ռոմանտիկ հետաքրքրությունը չէր։ Դա ավելի բարդ ու անհանգստացնող էր։ Նա բավարարվածություն էր ստանում վերահսկողություն ունենալուց, գաղտնիքներն իմացողը լինելուց, որոշումների վրա ազդելուց, ուրիշների հույզերի վրա իշխանություն ունենալուց։ Դա մանիպուլյացիայի մի ձև, որը նրան տալիս էր կարողության զգացում, որը չէր կարողանում ստանալ այլ կերպ։ Երբ Անահիտն իմացավ դա, զայրույթի տխրության խառնուրդ զգաց։ Զայրույթ, այդ մանիպուլյացիայի թիրախը լինելու, իր ամուսնությունը դրսի մեկի կողմից քայքայվելը տեսնելու համար։ Բայց նա տխրություն Տիգրանի համար, որն իր հուզական փխրունության մեջ հեշտ որս էր դարձել այդ տեսակի ազդեցության համար։ Որոշեց դեմ առ դեմ դիմակայել իրավիճակին։ Ընկերուհու միջոցով գտավ Սոնայի համարը զանգահարեց։ Խոսակցությունը լարված էր, լի ենթատեքստերով վատ քողարկված մեղադրանքներով։ Սոնան սկզբում հերքեց ցանկացած ներգրավվածություն, բացի մասնագիտականից, բայց երբ Անահիտը նշեց, որ գիտի այլ դեպքերի մասին, որ տեղեկություններ ունի, դիմակը սկսեց ճաքել։ Սոնան անցավ պաշտպանության, հետո ագրեսիայի, մեղադրելով Անահիտին պարանոիկ լինելու, սեփական ամուսնության խնդիրների համար արտաքին մեղավորներ փնտրելու մեջ։ Բայց նրա ձայնի տոնում ինչ-որ բան կար, մի շտապողականություն, բացահայտվելու վախ, որը հաստատեց Անահիտի կասկածները։ Խոսակցությունն ավարտվեց առանց հստակ լուծման, բայց Անահիտը զգաց, որ վերականգնել է մի կարևոր բան։ Այն ըմբռնումը, որ ինքը խելագար չի եղել, բաներ չի հորինել, անբավարար չի եղել։ Այո, գոյություն է ունեցել մի արտաքին ուժ, որն ակտիվորեն աշխատել է քանդելու այն, ինչն արդեն փխրուն էր։ Մինույն ժամանակ Տիգրանը սկսում էր դիմակայել իր սեփական ճշմարտություններին։ Մենակ դատարկ տանը, առանց Սոնայի մշտական հավանության, որն ամբողջովին հեռացել էր, նա ստիպված էր նայել ինքն իրեն այնպես, ինչպես երբեք չէր արել։ Եվ այն, ինչ տեսավ, գեղեցիկ չէր։ Նա սկսեց հիշել բաներ, որոնք հրել էր մտքի խորքերը։ Մանկությունն տեսնելով, թե ինչպես է հայրը մորը վերաբերվում արամարանքով, տարիներ շարունակ հիասթափություններ կուտակելը, երբեք չսովորելով հույզերը առողջ կերպով մշակել, այն անգամները, երբ երդվել էր ինքն իրեն, որ այլ կերպ կլինի, միայն թե կրկնելու համար նույն օրինաչափությունները։
Տիգրանն օգնություն փնտրեց։ Ոչ թե ալտրուիզմի կամ հանկարծակի լուսավորության պատճառով, այլ որովհետև իսկապես վախեցած էր նրանից, ինչի վերածվել էր, ինչ արել էր։ Սկսեց հոգեթերապիայի հաճախել, մի բան, որը միշտ ծաղրել էր որպես թույլ մարդկանց համար նախատեսված բան։ Բայց այնտեղ Երանի կենտրոնում գտնվող հոգեբանի գրասենյակում ստիպված էր դիմակայել իր մասին անհարմար ճշմարտություններին։ Թերապևտն օգնեց Տիգրանին հասկանալ, որ իրական փոփոխությունը չի գալիս դատարկ խոստումներից կամ զղջման պահերից, որոնց հաջորդում են հետընթացները։ Այն գալիս է քրտնաջան մշտական աշխատանքից, օրինաչափությունները ճանաչելուց, հիասթափության անվստահության հետ վարվելու նոր ձեր սովորելուց։ Եվ որ, նույնիսկ այդ ամբողջ աշխատանքը կատարելով, դա չի երաշխավորում, որ Անահիտը կվերադառնա, ոչ էլ, որ պետք է վերադառնա։ Անահիտը, իր հերթին, կառուցում էր իր սեփական բուժման ճանապարհը։ Հոր, կանանց խմբի, Ռուբենի Նունեի աջակցությամբ նա աստիճանաբար վերականգնում էր ինքնավստահությունը։ Նորից սկսեց անել բաներ, որոնք լքել էր։ Կարդալ, երաժշտություն լսել, խոսել հին ընկերուհիների հետ, որոնցից հեռացել էր։ Այդ ընկերուհիներից մեկը Լիլիթն էր, որը նրա համակուրսեցին էր եղել։ Երբ Լիլիթն իմացավ իրավիճակի մասին, հայտնվեց Արմենի տանը մի պայուսակ գրքերով, շոկոլադներով ամուր գրկախառնությամբ։ Նրանք ամբողջ կեսօրը խոսեցին, վերհիշելով, թե ով էր Անահիտը այս ամենից առաջ, վերականգնելով նրա ինքնության այն մասերը, որոնք թաղվել էին վախի վերահսկողության շերտերի տակ։ Անահիտի փորը մեծանում էր ամեն շաբաթ։ Երեխան առողջ էր, շատ էր շարժվում, հիշեցնելով նրան, որ նոր կյանք է գալիս, նոր հնարավորություն, այլ կերպ անելու։ Նա սկսեց պլանավորել ապագան, ոչ թե իդեալականացված կամ կատարյալ ապագա, այլ հնարավոր ապագա։ Մտածում էր աշխատանքի վերադառնալու մասին, երբ երեխան ծնվի, իր երեխաների համար սեփական տուն գտնելու, իր անկախությունը վերականգնելու մասին։ Դավիթը, չնայած ամբողջ իրարանցմանը, տպավորիչ դիմացկունություն էր ցուցաբերում։ Պապիկի տան կայուն առօրյայի մոր հուզականորեն ավելի ներկա լինելու համապատասխան մանկական թերապիայի շնորհիվ նա սկսում էր առողջ կերպով մշակել տրավման։ Դեռ երբեմն մղձավանջներ էր ունենում, դեռ հարցնում էր հոր մասին, բայց տեսանելիորեն ավելի ապահով էր, ավելի երջանիկ։ Հունվարը եկավ, բերելով հայկական ամռանը բնորոշ շոկը, նույնիսկ Երանում։ Քաղաքը դանդաղ վերադառնում էր առօրյային տոներից հետո։ Անահիտը 7 ամսական հղի էր սկսում էր կոնկրետ մտածել ծննդաբերության, այս նոր կյանքն աշխարհ բերելու, այս անգամ ինչպիսի մայր լինելու մասին։ Հենց նախածննդյան խորհրդատվության ժամանակ Անահիտը կարճ խոսակցություն ունեցավ իր բժշկուհու, բժիշկ Սիրանուշ Հակոբյանի հետ։ Բժշկուհին, 50 տարեկան փորձառու մի կին, նկատեց, որ Անահիտը մեղքի զգացում է կրում, անընդհատ կասկածի տակ է դնում իր ընտրությունները, այն, որ այդքան երկար է տել հեռանալը, որ Դավիթին ենթարկել է այդ իրավիճակին։ Բժիշկ Սիրանուշը բռնեց Անահիտի ձեռքերը, ասաց մի բան, որը ընդմիշտ կմնար նրա հիշողության մեջ։ Դու արել ես լավագույնը, ինչ կարող էիր, այն հուզական ռեսուրսներով, որոնք ունեիր այդ պահին։ Նման իրավիճակից դուրս գալը պարզ չէ, կամքի ուժի հարց չէ։ Դա բարդ գործընթաց է, դու կարողացար։ Դա քիչ բան չէ։ Դա հսկայական բան է։ Անահիտը լաց եղավ գրասենյակում, բայց դրանք այլ արդյունքներ էին։ Ոչ թե ցավի կամ հուսահատության, այլ ազատագրման։ Նա, վերջապես, սկսում էր ներել ինքն իրեն։ Փետրվարը եկավ այն ուժեղ շոկով, որը կեսօրները անվերջ է դարձնում։ Անահիտը 8 ամսական հղի էր, փորը մեծ, ոտքերն ուռած, բայց սիրտը ավելի թեթ, քան տարիներ շարունակ եղել էր։ Արմենի տունը փոխվել էր։ Այնտեղ, որտեղ նախկինում տիրում էր խիստ լռությունը, այժմ Դավիթի ծիծաղն էր, ընթրիքի սեղանի շուրջ խոսակցությունները, հյուրասենյակում մեղմ հնչող երաժշտությունը։ Մի շաբաթ օրվա կեսօրին Տիգրանը հայտնվեց դռան մոտ։ Անահիտը մենակ էր Դավիթի հետ, Արմենը դուրս էր եկել բանկում որոշ գործեր լուծելու։ Երբ զանգը հնչեց, նա դիտանցքից տեսավ, թե ով է, սիրտը սկսեց արագ բաբախել։ Բայց դա այլս նախկին կաթվածահար անող վախը չէր։ Դա այլ բան էր, մի անհանգստություն, խառնված հետաքրքրության հետ, թե ով է նա դարձել հիմա, գրեթե 2 ամիս առանձին ապրելուց հետո։ Անահիտը բացեց դուռը, բայց ամուր կանգնեց շեմին։ Տիգրանը փոխվել էր։ Ավելի նիհար, խորը ստվերներով աչքերի տակ, մազերը մի փոքր ավելի երկար։ Ինչ-որ կերպ ավելի փոքր էր թվում, պակաս տպավորիչ։ Նա խնդրեց խոսել, ասաց, որ չի ուզում ոչինչ պարտադրել, պարզապես պետք է խոսի։ Անահիտը վարանեց, բայց ինչ-որ բան նրա ներսում գիտեր, որ այս խոսակցությունն անհրաժեշտ է։
Կանչեց հարանուհուն, որ մի քանի րոպե Դավիթի հետ մնա, Տիգրանի հետ դուրս եկավ այգի։ Նրանք նստեցին մի հին ծառի ստվերում գտնվող նստարանին, միմյանցից անվտանգ հեռավորություն պահպանելով։ Տիգրանը սկսեց խոսել։ Եվ առաջին անգամ Անահիտը լսեց, թե ինչպես է նա իրական պատասխանատվություն ստանձնում։ Ոչ թե այն դատարկ ներողությունները, որոնք նա այդքան լավ գիտեր, որոնց հաջորդում էին արդարացումներն ու ուրիշներին մեղադրելը, այլ մի անկեղծ խոստովանություն, որ ձախողվել է, որ դարձել է մեկը, ում ինքն էլ է արամարում, որ վնասել է այն մարդկանց, ում պետք է պաշտպաներ։ Նա պատմեց թերապիայի, այն դժվար բաների մասին, որոնք բացահայտում էր իր մասին, այն օրինաչափությունների մասին, որոնք ժառանգել էր երբեք կասկածի տակ չէր դրել։ Խոսեց Սոնայի մասին, վերջապես խոստովանելով, որ նա մանիպուլյացիա է ենթարկել իր անվստահությունը, որ ինքը թույլ է տվել դա, քանի որ դա սնում էր իր էգոն ունենալ մեկին, ով հավանություն է տալիս իր վատագույն մղումներին։ Անահիտը լսում էր նրան մի հեռավորությամբ, որը նախկինում չուներ։ Այժմ կարողանում էր տեսնել Տիգրանին ոչ թե իդեալականացված սիրո կամ կատվածահար անող վախի ոսպնյակների միջով, այլ նոր պարզությամբ։ Տեսնում էր մի կոտրված մարդու, որը փորձում էր վերականգնվել, բայց նա տեսնում էր բոլոր այն անգամները, երբ նա նախկինում խոստումներ էր տվել, բոլոր այն անգամները, երբ ցիկլը կրկնվել էր։ Երբ Տիգրանն ավարտեց խոսքը, Անահիտը խորը շունչ քաշեց պատասխանեց մի ազնվությամբ, որը ինքն էլ չգիտեր, որ ունի։ Ասաց, որ գնահատում է նրա ջանքերը, որ հույս ունի, որ նա կշարունակի փոխվելու աշխատանքը։ Բայց դա չի նշանակում, որ ինքը կվերադառնա, չի նշանակում, որ նրանք կարող են նորից ընտանիք լինել այնպես, ինչպես նա գուցե հույս ունի։ Բացատրեց, որ չափազանց երկար ժամանակ է հավատացել, որ իր սերը կարող է բուժել նրան, որ իր մնալը կարող է փոխել նրան, որ իր համբերությունը կպարգատրվի։ Եվ որ հիմա հասկանում է, որ յուրաքանչյուր մարդ պատասխանատու է իր սեփական բուժման համար, որ ինքը չի կարող ուրիշի հուզական բեռը կրել իր ուսերին, ոչ այն դեպքում, երբ երկու երեխա ունի դաստիարակելու, ոչ այն դեպքում, երբ իր սեփական կյանքն ունի վերականգնելու։ Տիգրանը լուր լսեց, Անահիտը տեսավ, թե ինչպես են արցունքները հոսում նրա դեմքով։ Բայց նա չզիջեց։ Ոչ թե դաժանությունից, այլ ինքնապահպանումից, ինքնասիրությունից, որը սովորում էր մշակել։ Ասաց, որ նա կարող է հարաբերություններ ունենալ երեխաների հետ, որ ինքը դրան չի խանգարի, բայց դա պետք է լինի իր պայմաններով, հստակ սահմաններով, երաշխավորված անվտանգությամբ։ Տիգրանը գլխով արեց, բարդված, բայց կարծես հասկանալով։ Նա ոտքի կանգնեց գնալու, բայց նախքան դա շրջվեց վերջին հարցը տվեց. Արդյոք նա կկարողանա երբե ներել իրեն։ Անահիտը ուշադիր մտածեց պատասխանելուց առաջ։ Ասաց, որ գուցե ժամանակի ընթացքում կկարողանա ներել ոչ թե նրա, այլ իր համար, որպեսզի կարողանա առաջ շարժվել, առանց վրդովմունքի բեռը կրելու։ Բայց որ ներումը չի նշանակում հաշտություն, չի նշանակում մոռանալ, չի նշանակում հետ գնալ։ Երբ Տիգրանը գնաց, Անահիտը երկար նստեց այգում։ Զգաց, որ արցունքները գալիս են, բայց դրանք ազատագրման արցունքներ էին։ Նա նայել էր այն մարդու աչքերին, որը մի ժամանակ սարսափեցրել էր իրեն, պահպանել էր իր ճշմարտությունը։ Չէր զիջել, չէր խոնարհվել, նրա զգացմունքները իրենից վեր չէր դասել։ Դա ուժ էր։ Դա աճ էր։ Հաջորդ շաբաթները երեխայի գալուստին նախապատրաստվելու շաբաթներ էին։ Անահիտը պարզ սենյակ պատրաստեց Արմենի տանը, որը պնդում էր, որ նա երեխաները մնան այնքան, որքան անհրաժեշտ է։ Հոր-դստեր հարաբերությունները շարունակում էին խորանալ, վրդովմունքի շերտերը փոխարինվում էին ըմբռնումով, աստիճանաբար, նոր ու իսկական սիրով։ Դավիթը ոգորված էր ավագ եղբայր լինելու գաղափարից։ Օգնում էր հագուստ ընտրել, խոսում էր մոր փորի հետ, նկարներ էր անում, երեխայի սենյակը զարդարելու համար։ Նրա անմեղությունը մշտական հիշեցում էր Անահիտի համար, թե ինչու էր այս ամենն արժեր։ Մարտին, աշնանային տաք առավոտյան, Անահիտը զգաց առաջին իրական կծկումները։ Արմենը նրան հիվանդանոց տարավ, Դավիթը հետի նստատեղին մանկական երգեր էր մրմնջում, լիովին անտեղյակ պահի լարվածությունից։ Հիվանդանոցում Անահիտին ընդունեց անձնակազմը այն մտերմությամբ, որը արդեն ճանաչում էր նրա պատմությունը։ Ռուբենն այդ օրը հերթապահ էր, մի զուգադիպություն, որը գրեթե ճակատագրի նվեր թվաց։ Ծննդաբերությունը երկար տեց, բայց լավ անցավ։ Եվ երբ Անահիտը վերջապես գրկեց դստերը, մի փոքրիկ, կատարյալ աղջկա, ուժեղ ու առողջ լացով, զգաց, որ ինչ-որ բան իր ներսում ամբողջացավ։ Նրան անվանեց Սոֆիա, որը նշանակում է իմաստություն։ Մի իմաստություն, որը դժվարությամբ էր ձեռք բերվել, վճարելով ցավի վախի բարձր գինը։
Արմենը Դավիթի հետ մտավ սենյակ, տղան հիացած մնաց, տեսնելով քույրիկին։ Խնդրեց գրկել, Անահիտը զգուշորեն օգնեց նրան։ Դավիթը նայեց Սոֆյայի դեմքին մի քնքշությամբ, որը կոտրեց Անահիտի սիրտը լավագույն ձերով։ Արմենը դիտում էր տեսարանը արցունքներն աչքերին, այս մարդը, որը մի ժամանակ հավատում էր, որ լաց լինելը թուլություն է։ Անահիտը 3 օր մնաց հիվանդանոցում, նախքան դուրս գրվելը։ Դրանք հարմարվելու, սովորելու, կարգավորումների օրեր էին։ Նունեն անցավ նրան տեսնելու, բերելով ծաղիկներ քաջալերանքի խոսքեր։ Լիլիթը հայտնվեց մանկական հագուստով լի ճամպրուկով։ Աջակցության խումբն ուղարկեց մի գեղեցիկ զամբյուղ, բոլոր կանանց հաղորդագրություններով։ Եվ Տիգրանը նույնպես եկավ։ Նախապես թույլտվություն խնդրեց, հարգեց Անահիտի սահմանած ժամերը, պատշաճ հեռավորություն պահպանեց։ Երբ առաջին անգամ գրկեց Սոֆյային, Անահիտը տեսավ, որ ինչ-որ բան փոխվեց նրա աչքերում։ Չգիտեր, թե դա բավարար կլինի իրական տական փոփոխության համար, բայց այնտեղ հնարավորության մի շող կար։ Գուցե ոչ իրենց որպես զույգի համար, բայց գուցե նրա որպես հոր, որպես մարդու համար։ Հաջորդ ամիսները նոր առօրյային հարմարվելու ամիսներ էին։ Գիշերներն արթուն Սոֆյայի հետ, Դավիթը ուշադրության կարիք ուներ, Անահիտը աստիճանաբար վերադառնում էր աշխատանքի կես դրույքով։ Արմենը զարմանալիորեն ներգրավված պապիկ դարձավ, գիշերվա կեսին արթնանում էր, երեխայի հետ օգնելու, հատակին խաղում էր Դավիթի հետ, պարզ, բայց սիրով պատրաստված ընթրիքներ էր եփում։ Անահիտը սկսեց սեփական տուն փնտրել։ Ոչ թե հոր հյուրընկալության համար երախտագիտության պակասից, այլ որովհետև դա իրեն պետք էր։ Պետք էր մի տարածք, որն իրենը կլիներ, որը նա զրոյից կկառուցեր, զերծ վատ հիշողություններից, զերծ արտաքին վերահսկողությունից։ Գտավ մի փոքրիկ բնակարան կենտրոնում, Արմենի տնից ոչ հեռու։ 2 ննջասենյակ, ընդարձակ հյուրասենյակ, մի պատշգամբ, որտեղ կարող էր բույսեր դնել։ Դա զգալի ֆինանսական ջանք էր, բայց Անահիտը վճռական էր։ Օգտագործեց իր խնայողությունները, ընդունեց հոր օգնությունը, որը պնդում էր իր ներդրումն ունենալ, զգույշ պլաններ կազմեց։ Երբ վերջապես ստացավ բնակարանի բանալիները, մի հուզմունք զգաց, որը դժվար էր նկարագրել։ Այդ տարածքն իրենն էր։ Իսկապես իրենը։ Տեղափոխությունը տեղի ունեցավ սեպտեմբերի մի արոտ շաբաթ օր։ Արմենն օգնեց կահույքով, Լիլիթը եկավ օգնելու խոհանոցը դասավորել, Ռուբենն ու Նունեն հայտնվեցին բույսերով տնական տորթով։ Տունը աստիճանաբար ստացավ, յուրաքանչյուր իր դրված էր մտադրությամբ, յուրաքանչյուր անկյուն մտածված էր հարմարավետ անվտանգ լինելու համար։ Երբ բոլորը գնացին, Անահիտը մենակ մնաց երեխաների հետ այդ առաջին գիշերը նոր բնակարանում, նա նստեց հյուրասենյակի բազմոցին պարզապես շնչեց։ Դավիթը քնած էր իր սենյակում, Սոֆյան Անահիտի մահճակալի կողքի օրորոցում։ Քաղաքի լույսերը փայլում էին պատշգամբի պատուհանից։ Անահիտը մտածեց այն ամենի մասին, ինչի միջով անցել էր, թե ինչպես մեկ տարուց էլ քիչ առաջ նա կապված էր տան բակում, հղի սարսափած, կարծելով, թե չի վերապրի այդ գիշերը։ Եվ հիմա այստեղ էր, իր սեփական տանը, իր երեխաներն ապահով, իր կյանքը կտոր-կտոր վերականգնելով։ Դա կատարյալ չէր։ Դեռ դժվար օրեր կային, դեռ մնացորդային վախ կար, դեռ սպիներ կային, որոնք ցավում էին անսպասելի պահերին։ Բայց նա ուժ կար, աճ կար, հույս կար։ Եվ ամենից վեր, ազատություն կար։ Դեկտեմբերը նորից եկավ, իր հետ բերելով ամանորյա զարդարանքները, նորոգման ոգին, նոր սկիզբների խոստումները։ Անահիտը բնակարանը զարդարեց պարզ, բայց նշանակալի կերպով։ Մի փոքրիկ տոնածառ հյուրասենյակում, մեղմ թարթող լույսեր, մի տիկնիկային տեսարան, որը Դավիթն օգնեց հավաքել։ Բայց հիմա, ի տարբերություն նախորդ տարվա, այդ լույսերը ստվերներ չէին թաքցնում։ Դրանք լուսավորում էին իսկական օջախ։ Նոր տարվա նախօրեին Անահիտը պարզ տոնական սեղան պատրաստեց։ Արմենը եկավ մի կարկանդակով, որն ինքն էր պատրաստել, մի անփորձ, բայց իմաստով լի առաջին փորձ։ Լիլիթը հայտնվեց մի փոքրիկ հնդկահավով։ Ռուբենն ու Նունեն արագ անցան, երեխաների համար նվերներ թողնելու։ Սեղանը փոքր էր, ընդամենը 4 աթոռ կար։ Բայց դրա շուրջ ավելի արժեքավոր բան կար, քան ցանկացած շքեղ տոնական սեղան։ Վերականգնված ընտանիք էր։ Արմենը Սոֆյային գրկին էր պահում, մինչ Անահիտն օգնում էր Դավիթին ուտելիքը մատուցել։ Խոսեցին անցած տարվա, հաջորդ տարվա պլանների, միասին ստեղծվող լավ հիշողությունների մասին։ Ընթրիքից հետո Անահիտը երեխաներին քնեցրեց։
Դավիթն ուզեց լսել Հիսուսի ծննդյան պատմությունը, Անահիտը պատմեց մեղմ ձայնով, մանրամասները հարմարեցնելով նրա ընկալմանը։ Երբ նա վերջապես քնեց, Անահիտը մի քանի րոպե պարզապես դիտում էր որդուն, հանգիստ, ապահով, սիրված քնած։ Վերադառնալով հյուրասենյակ, գտավ Արմենին պատշգամբում, որը նայում էր քաղաքին։ Անահիտը միացավ նրան, նրանք մի քանի պահ հարմարավետ լռության մեջ մնացին։ Հետո Արմենը խոսեց, ձայնը հուզմունքից խեղդված, ասելով, որ երախտապարտ է։ Երախտապարտ երկրորդ հնարավորության թոռներին ճանաչելու, վերջապես դստեր հետ իսկական հարաբերություն ունենալու համար։ Ասաց, որ նա ամենաուժեղ մարդն է, ում ճանաչում է։ Անահիտը գլուխը դրեց հոր ուսին, այնտեղ, այդ պարզ պահին, զգաց, որ մի ցիկլ է փակել։ Նախորդ տարվա ամանորը հատակն էր եղել, ամենամութ պահը։ Բայց նա շրջադարձային կետն էր եղել, այն պահը, երբ նա որոշեց, որ ավելին է արժանի, որ իր երեխաներն ավելին են արժանի։ Հեքիաթային ավարտ չկար։ Տիգրանը չէր վերածվել հեքիաթային արքայազնի, Անահիտը նոր սեր չէր գտել, որը կբուժեր բոլոր վերքերը։ Բայց դրանից ավելի հզոր բան կար։ Կար ինքնակառուցում, կար վերականգնված արժանապատվություն, կար այն խորը համոզմունքը, որ ինքն ի վիճակի է պահել սեփական կյանքը։ Ամանորյա տոնածառի լույսերը մեղմ թարթում էին հյուրասենյակում, արտացոլվելով պատշգամբի պատուհանին։ Անահիտը նայեց դրանց ժպտաց։ Դրանք պարզապես լույսեր էին, պլաստմասսա էլեկտրականություն։ Բայց նրա համար դրանք շատ ավելին էին խորհրդանշում։ Խորհրդանշում էին հույս, խորհրդանշում էին վերացնունդ, խորհրդանշում էին այն ճշմարտությունը, որ նույնիսկ ամենացուրտ գիշերները կարող են տեղի տալ նոր առավոտների։ Անահիտ Սարգսյանն այլս այն կինը չէր, որը եղել էր։ Սպիներ էր կրում, այո, բայց նա իմաստություն էր կրում։ Երբեմն վախենում էր, բայց նա քաջություն ուներ։ Շատ բան էր կորցրել, բայց անգին բան էր ձեռք բերել։ Ինքն իրեն։ Եվ մինչ Երան քաղաքը քնում էր այդ ամանորի գիշերը, Անահիտը մտավ տուն, փակեց դուռը տարիների մեջ առաջին անգամ զգաց, որ իսկապես տանն է։ Ոչ միայն ֆիզիկական տարածքում, այլ սեփական մաշկի մեջ։ Եվ դա մի նվեր էր, որը ոչ ոք չէր կարող խլել նրանից։ Պատմության ավարտը սիրելի ունկնդիրներ, հուսով ենք, որ Անահիտի պատմությունը նրա վերականգնման ճանապարհը խորապես հուզեցին ձեր սրտերը։ Եթե դուք հուզվեցիք այս հաղթահարման վերացննդի պատմությունից, դրեք ձեր հավանումը, բաժանորդագրվեք ալիքին մեկնաբանություններում պատմեք, թե որ պահն է ձեզ ամենաշատը տպավորել, կամ եթե ճանաչում եք մեկին, ով նույնպես ուժ է գտել նորից սկսելու համար։ Ամեն օր մենք ներկայացնում ենք այսպիսի լարված պատմություններ, որոնք բացահայտում են մարդկային հոգու ամենախորը կողմը, որոնք ցույց են տալիս, որ նույնիսկ ամենամութ գիշերներին կա նոր արշալույսի հնարավորություն։ Անահիտի պատմությունը մեզ սովորեցնում է, որ իսկական սերը երբեք չպետք է ցավեցնի, որ օգնություն խնդրելը ուժի, ոչ թե թուլության նշան է, որ միշտ հույս կա, նույնիսկ երբ ամեն ինչ կորած է թվում։ Սպասում ենք ձեզ հաջորդ դրվագում, մեկ պատմությամբ, որը կխառնի ձեր հույզերը, կստիպի ձեզ խորել կյանքի մարդկային հարաբերությունների բարդության մասին։